Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մարտի 30-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանք, ես պետք է ասեմ, որ այն մթնոլորտը, որ կա աշխարհում, մթնոլորտը միջպետական հարաբերություններում, այն ռազմական գործողությունները, որը գնում են տարբեր տեղերում աշխարհի, այն մթնոլորտը տարբեր երկրների ղեկավարների միջև ատելության մթնոլորտը կոշտ հայտարարությունները բռնության կոչերը ոչնչացնել երկրները իրար փորձում են վախացնել իրար դեմ քայլեր են անում նաև պատերազմներ բարի բունամաստով մենք տեսնում ենք ու նաև երկրների ներսում բավական լարված բևեռացված իրավիճակ է ձևավորվում։ Պարզ է առաջերտին ներքին քաղաքականության իմաստով ինձ մտահոգում է ինչ է կատարվում Հայաստանի ներսում, այո, մեզ մոտ էր բևեռացումը ուժեղանում է, ատելության խոսք, բռնության կոչեր, մի օրինակ թարմ երեկվա Սուրբ Աննա եկեղեցու պատարագի ժամանակ ինչ որ մարդիկ 2 թե 3 հոգի ցուցաբերեցին ատելություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նույնիսկ փորձ արվեց հարվածել ֆիզիկական բռնություն կատարել չի կարող չմտահոգել բայց երբ որ մենք նայում ենք միջպետական մակարդակով նաև տեսնում ենք ատելության խոսք փոխադարձ սպառնալիքներ Այն ինչացեց Դոնալդ Տրամպը Սաուդյան Արաբիայի թագավորի եւ թագաժարանգի նկատմամբ ուղղակի ապշեցուցիչ էր։ Ուրեմն այս բարդ աշխարհում պետք է մտածենք ինչ անենք, որ դուրս գանք տակից։ Այսօր այս թեմաների շուրջ մենք անպայման կխոսենք, մեր գնահատականները կտանք այս երևույթների հետ կապված պատերազմներ, բռնություն, սպառնալիքներ, ատելության խոսք դրանից է շատ բան կախված ուր ենք մենք գնալու ինչ է մեզ մոտ ստացվելու ինչ չի ստացվի Ուրեմն սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը ես խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել կիսվել լայքել ձեզանից է կախված ինչքան ուժեղ ինչքան արագ կտարածվեն այս նյութերը Այս լարված վիճակում մեր խոսքը հավասարակշռված գրագետ անչափ կարևոր է հայ ժողովրդի համար եւ սփյուռքայության համար եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար Ես պետք է ասեմ որ հիմա կտամ ձեզ մի քանի կարևոր ինֆորմացիա այն զարգացումների հետ կապված որոնք գնում են Իրանի շուրջ Միացյալ Նահանգները ու Իսրայելը շարունակում են ռմբակոծել Իրանը լրջագույն հարվածներ հասցվում են եւ միջուկային ծրագրերի հետ կապված գործարանների վրա եւ քաղաքացիական օբյեկտների վրա օրինակ նույն համասարանների վրա ու Իրանը զգուշացրեց որ քանի որ Միացյալ Նահանգները ռմբակոծեցին Տեհրանի համասարանը այլ համասարաններ իրանցիք զգուշացրեցին որ պատասխան կտան ռեգիոնում գտնվող ամերիկյան համասարանների վրա ու ամերիկան արձագանքեց օրինակ Հայաստանի ամերիկյան համասարանը անցել է առցանց ուսուցման դասընթացները կլինեն միայն հիմա առցանց ամերիկյան համասարանում Հայաստանի ինչու է կապված հենց այդ սպառնալիքի Իրանի Այո, ես ճիշտ ասած կասկած չունեմ, որ ոչ մի վտանգ չկա մեր ուսանողների համար, դասախոսների համար, որոնք դասավանդում են Հայաստանի ամերիկյան համասարանում, բայց ցանկացած դեպքում պարզ է, որ այդ հանձնարարականը գալիս է Վաշինգտոնից, որ վտանգի տակ չդրվեն ոչ ուսանողները, ոչ ամերիկյան համասարանը, դա է պատճառը, որ այդ հանձնարարականը կա երբ որ ես ասում եմ, որ այս պատերազմը, որը գնում է Իրանի դեմ,
Միացյալ Նահանգների Իսրայելի կողմից Իրանի կոշտ քաղաքականության պատճառով, նաև միջուկային ծրագրերի հետ կապված, նաև բալիստիկ հրթիռների հետ կապված, կունենա իր ազդեցությունը ամբողջ տարածաշրջանում։ Դա էլ տեսակ ազդեցություններից մեկը, որ ամերիկյան համալսարանը մեզ մոտ հիմա առցանց է միայն աշխատելու։ Ես պետք է ասեմ, որ կան տվյալներ, որ ամերիկյան հատուկ նշանակության ուժերը կամաց գալիս են մոտենում են մերձավոր արևելք։ Այո, ամերիկացի տարածաշրջանում տարբեր երկրներում, Հորդանանում, չգիտեմ, Քուվեյթում, Էմիրատներում, Սաուդյան Արաբիայում ունեն ռազմական կոնտինգենտ բազաներում գտնվող այս երկրներում, գումարած Քուվեյթ, գումարած Բահրեյն, բայց ցանկացած դեպքում հատուկ նշանակության ուժերը, որոնք հենց ցամաքային օպերացիաների համար են կամաց բերվում են տարածաշրջան։ Դոնալդ Թրամփը նաև ասում է, որ պարզ չի սաղ է թե ոչ նոր ընտրված հոգևոր առաջնորդը Իրանի կամ ծանր վիրավորված է, այս քաղաքականությունը ոչնչացնել, սպանել հոգևոր առաջնորդներին Իրանի շարունակում են ամերիկացիք եւ իսրայելցիք լուծելու համար Իրանի հարցը բարդ է գնում, դուք տեսնում եք մեկ ամիս անց նորից պատերազմական գործողություններ, նորից լարված վիճակ, բայց Դոնալդ Թրամփը ասում է մենք քայլ առ քայլ մեր ուզածին հասնում ենք եւ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ նավթը Իրանի Միացյալ Նահանգները կվերցնեն, իրանք են վերահսկելու Իրանի նավթը։ Լուրջ զարգացումներ են, դուք գիտեք, որ Բուշերի ատոմակայանը, որը կառուցել է Ռուսաստանը, աշխատացնում են Ռուսաստանի Ռոսատոմի աշխատակիցները, մի քանի անգամ հարվածներ հասցվեցին այդ Բուշերի ատոմակայանի ենթակառուցվածքների ու Ռուսաստանը դուրս է բերում իր մարդկանց աշխատողներին, ինժեներներին, մասնագետներին Բուշերից զգալի մասը դուրս բերեց, վերջի 164 հոգին դուրս բերվեցին Հայաստանի տարածքով։ Ու Ռուսաստանը շնորհակալություն հայտնեց, որ իրանք դուրս բերվեցին Հայաստանի տարածքով վերադարձան Ռուսաստան։ Ես պետք է ասեմ, որ պարոն Արաքչին արտգործնախարարը Իրանի Էքսում գրառում արեց հայերեն լեզվով։ Շնորհակալություն հայտնեց Հայաստանին, որ Հայաստանը աջակցում է էվակուացիան հարցերում իրանցիներին, նաև որ հումանիտար օգնություն մենք ուղարկեցինք, ես շատ ուրախ եմ, ես չեմ տեսել հաղորդագրություն կապված այդ օգնության հետ, նու քանի որ Արաքչին շնորհակալություն է հայտնում, որ հումանիտար հարցերում մենք աջակցում են, ուրեմն մենք ուղարկել ենք հումանիտար նաև բեռներ Իրան, դու դա ճիշտ քայլ է, դա հումանիտար քայլեր են կարևոր ընդունված աշխարհով, բայց ինչն է կարևոր, որ հայերեն լեզվով սոցցանցերում գրառում թողեց Իրանի արտգործնախարարը։ Ես պետք է ասեմ նաև հիմա մեծ աղմուկ է ինչի հետ է կապված, դուք գիտեք Ադրբեջանն էլ ուղարկեց հումանիտար բեռներ Իրանի ղեկավարությունը նաև արտգործնախարար Արաքչին շնորհակալություն հայտնեց նաև Ադրբեջանին դրա համար, բայց նաև Ադրբեջանի տարածքով Ռուսաստանը ուղարկեց հումանիտար բեռներ Իրանին։ Ու հիմա կան կասկածներ, բավական մեծ աղմուկ է, որ կարող է այդ բեռների մեջ գտնվել են աթեիստներ։ Ռուսաստանը ուղարկեց իրանցիներին աթեիստներ, ինչքանով է դա ճիշտ, սխալ, դժվար է ասել, ստուգել, անկեղծ ասած համոզված չեմ, որ Ադրբեջանը կուզենար, որ այդ քայլը արվեր իր տարածքով, քանի որ այդ դեպքում բավական ցավոտ արձագանք կարող է տա Իսրայելը, որը ստրատեգիկ պարտներ է Ադրբեջանի հետ, բայց այս ձևի աղմուկ այդ բեռների հետ, հումանիտար բեռների հետ, որ Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով ուղարկեց Իրան, այս ձևի աղմուկ ու կասկածներ կան։ Ես պետք է ասեմ, որ շատ կարևոր ինֆորմացիա նաև կար,
միջև անցնել այսօրվա գլխավոր թեմային բռնություն, ատելության խոսք, ծանր հարաբերությունները աշխարհում, բավական լարված վիճակ մեր երկրի ներսում։ Ես պետք է ասեմ, որ շատ կարևոր ինֆորմացիան եկավ, որ Հայաստանը դիմեց ի պաշտոնե Վրաստանի կառավարությանը, որ այն գազամուխը, որը Վրաստանից մտնում է Հայաստան, մի քիչ ուղղությունը փոխի, մի քիչ տեղափոխվի, քանի որ դուք գիտեք ինքը անցնում է ինչ-որ տարածքներով, որոնք բավական մոտ են Ադրբեջանի տարածքներին կամ այն երկու անկլավներին, որոնք կան Տավուշի շրջանում, ու մերոնք ավելի ապահով որ անցնի գազամուխը, ուզում են դա տեղափոխել։ Ու պարոն Արայիկ Արությունյանը, որը աշխատակազմի ղեկավարն է վարչապետի, երբ որ հարցրեցին դա ինչի հետ է կապված, ինքը ասեց, ես ենթադրում եմ, որ կապված է պարզ է դելիմիտացիա դեմարկացիայի process-ի հետ, ինչի հետ ես համաձայն եմ, ակնհայտ է, որ մենք պետք է այդ կոմունիկացիոն հարցերը լուծենք, այն կոմունիկացիաները, որոնք անցնում են մոտ սահմանին Ադրբեջանի հետ կամ մոտ անկլավների Ադրբեջանի Հայաստանի ներսում, պարզ այդ կոմունիկացիաները ճիշտ է տեղափոխել, որ ընդհանրապես այդ հարցը չլինի, դուք գիտեք, օրինակ ավտոմոբիլային ճանապարհը, որը անցնում է Վրաստանով գալիս է Հայաստան, ճանապարհներից մեկը շատ մոտ է Ադրբեջանի սահմանին, միգուցե մերոնք ուզում են ավելի ապահով անցկացնել, բայց այն, որ դա կապված է դելիմիտացիայի դեմարկացիայի հետ, այդ շատ հասկանալի է։ Շատ հասկանալի է։ Գիտեք, ես կասեի այդպես, տնային աշխատանք կատարում են երկու կողմերը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ինչքան հասկանում եմ այն հայտարարություններից, որոնք անում են երկու կողմերը այն հանձնաժողովների, որոնք զբաղվում են դելիմիտացիա դեմարկացիայի հարցերով, երկու կողմերի հայտարարությունները, երբ որ ես կարդում, լսում եմ, տեսնում եմ, որ երկու կողմերն էլ պատրաստվում են շարունակել դելիմիտացիան դեմարկացիայի։ Միգուցե դրա հետ հենց կապված են այս ձևի քայլեր։ Նաև ես պետք է ասեմ, որ գիտեք, շատ բաներ փոխվում են ճանապարհին։ Հիշում եք, որ անցած տարի 20 փորձագետ Ադրբեջանի եկան Հայաստան, Հայաստանից 20 փորձագետ, շատ լուրջ քննարկումներ էին, այդ process-ում շատ լուրջ քննարկումներ, այս ադրբեջանցի փորձագետները հենց Տավուշում մտան Հայաստանի տարածք, ցամաքով։ Ուրեմն այս օրինակը ցույց է տալիս, որ ադրբեջանցիք հանգիստ կարող են մեր սահմանային անցակետերը անցնեն, այնտեղ բացեցին ճանապարհ, երկու կետեր դրեցին սահմանապահների Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից, ժամանակավոր այդ փորձագետները անցան, մտան Հայաստան։ Ուստեղ ինչն է կարևոր։ Եթե Ադրբեջանը անընդհատ վախում էր, որ իր քաղաքացիները չպետք է ու պահանջում էր, որ չպետք է մեր սահմանապահների հետ, պատկան մարմինների ներկայացուցիչների հետ առնչություն ունենալ, այստեղ այդ օրինակը ցույց է տալիս, որ հանգիստ մարդիկ անցան մեր նաև սահմանակետով, մեր սահմանապահները ստուգեցին իրենց փաստաթղթերը, կնիկ դրեցին, ու իրենք մտան Հայաստան, ուրեմն կոտրվում են այն ստերեոտիպները, որ չպետք է շփվեն Ադրբեջանի քաղաքացիները մեր պատկան մարմինների հետ մեր սահմանը հատելով։ Ուրեմն ես ուզում եմ ասել, այս process-ները նաև փոխում են տրամաբանությունը այն բանակցային process-ի ու դրական ազդում են այն բանակցությունների process-ին, որը գնում է։ Հիմա անցնում են այն մթնոլորտի, որը կա աշխարհում տարբեր պետությունների միջև, տարբեր համակարգերի միջև։ Ատելությունը Ռուսաստանի Եվրոմիության նկատմամբ բոլորդ գիտեք, քանի որ Եվրոմիությունը լրջագույն աջակցություն է տալիս Ուկրաինային, եվրոպական երկրները չեն լքում Ուկրաինան, խաղեր չեն տալիս, իսկական դաշնակիցներն են, չնայած որ Դոնալդ Տրամպը զբաղված է Իրանում, Դոնալդ Տրամպը հաճախ քննադատում է պարոն Զելենսկուն, Դոնալդ Տրամպը քաղաքականությունը բարդ քաղաքականություն է, այդպես միանշանակ ինքը չի աջակցում Ուկրաինան, աջակցում է, բայց ոչ միանշանակ ոնց Բայդենն էր աջակցում։ Եվրոպական երկրները հետևողական Ուկրաինային աջակցում են։
ու նաև այդ թվում Եվրոմիության ղեկավարությունը։ Ու պարզ է, որ շատ լարված են հարաբերությունները Ռուսաստանի եւ եվրոպական երկրների հետ։ Դուք հիշում եք այն, ինչ ասեց Պուտինի օգնականը, որը պարոն Ուշակովը, որը բանակցությունների ժամանակ ֆրանսիական պատվիրակության հետ, հիշում եք Մակրոնը կողմնակից էլ, որ եվրոպացիք սկսեն կոնտակտները Ռուսաստանի հետ, քանի որ Տրամպը սկսեց կոնտակտներ, ու դա եղել է մի քանի շաբաթ առաջ, ու այդ հանդիպան ժամանակ Ռուսաստանի դիվանագետները բարի բուն իմաստով վերջի խոսքերով դիմում էին ֆրանսիացի դիվանագետների հետ։ Վերջի խոսքերով ես ուղղակի ամաչում եմ կրկնել այդ խոսքերը ամենակոշտ ձևակերպումներով, խուլիգանական ուղղակի բարապաշարով։ Ինչ եմ ուզում ասեմ, լարված է վիճակը։ Նոր թարմ օրինակ այդ խուլիգանական առարկների մենք տեսանք Մեդվեդևի մոտ։ Մեդվեդևը Դմիտրի, դուք գիտեք, նախկին նախագահ Ռուսաստանի, հիմա ինքը անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն է, ինքը Կայա Կալասի նկատմամբ, քանի որ Կայա Կալասը, որը արտգործնախարարն է Եվրոմիության, հիշում եք, ինքը եղել է Հայաստանում, նաև Հայաստանի հետ կարևորագույն Բրյուսելում անցած տարի դեկտեմբերի 2-ին կարևորագույն փաստաթղթեր ստորագրվեցին, Արարատ Միրզոյան, Կայա Կալաս, այդ Կայա Կալասը ասեց, որ Դոնբասը Ռուսաստանինը չի պատկանում Ռուսաստանին, քանի որ Տրամպը համոզում է Ուկրաինային Դոնբասը ամբողջությամբ հանձնել, որ խաղաղություն լինի, պարզ է Ռուսաստանը խաղաղությանը չի գնա, մենք հասկանում ենք, բայց կարողանում են Դոնալդ Տրամպին համոզել, ստեղ Եվրոպան աջակցում է Ուկրաինային, դա է պատճառը, որ Ուկրաինան կարողանում է դիվանագիտական դաշտում դիմադրել։ Հիմա Ռուսաստանը նյարդացած է Եվրոմիության դիրքորոշմանը, ու այդ խոսքերին, որ Կայա Կալասը ասեց, որ Դոնբասը չի պատկանում Ռուսաստանին, չի պատկանել նախկինում, Մեդվեդևը ուղղակի վերջի խոսքերով լաբորատոր առնետ, փորձ առնետ, այդպես անվանեց Կայա Կալասին, ասեց, որ Դոնբասը Ռուսաստանն է, Էստոնիան էլ Ռուսաստանն է, պետք է ասեմ, որ Կայա Կալասը, հիշում եք, Էստոնիայի վարչապետն էր մի ժամանակ, դա է պատճառը, որ ինքը ասեց Էստոնիան էլ, Ռուսաստանն էլ, ու ինքը ասեց, որ այդ կինը հիմար կին է, հիմար, պատկերացնում եք, ինտելեկտ չունեցող անձնավորություն է, էսա ցավով պետք է ասեմ, մթնոլորտը միջազգային հարաբերությունների մեջ ոչ մի դիվանագիտական կոռեկտությունը կողմերը չեն պահպանում, ու դա պարզ է լարվածությունը մտցնում է ամբողջ աշխարհով մեկ, ազդում է նաև ներքին քաղաքականության ոլորտի վրա տարբեր երկրներում։ Իդեպ ասեմ ձեզ, մի քանի օր առաջ Ռուսաստանը դրոններ ուղարկեց Էստոնիա, Լատվիա, խախտեց իրաց տարածքային ամբողջականությունը։ Հիմա ես անցնում եմ այն օրինակի, որը ապշեցուցիչ է։ Ուրեմն Մայամիում, Միացյալ Նահանգներում երեք անցավ շատ կարևոր ինվեստիցիոն ներդրումային գագաթնաժողով։ Ժողով մեծ, որտեղ մասնակցություն ունեցավ Դոնալդ Տրամպը եւ քանի որ կապված էր Սաուդյան Արաբիայի ներդրումային ծրագրերի հետ, Սաուդյան Արաբիայի ներդրումային ծրագրերի հետ Միացյալ Նահանգներում, նաև թագաժարանգը Սաուդյան Արաբիայի այնտեղ էր, ու Դոնալդ Տրամպը ելույթ ունեցավ, խոսեց, հետո վերջում անպատվեց եւ թագավորին Սաուդյան Արաբիային եւ թագաժարանգին Մուհամմեդ բեն Սալմանին։ Ինչ ինքը ասեց, որ նրանք չէին կարծում, որ կհամբյուրեն իմ հետույքը։ Պատկերացնում եք, նախագահ Միացյալ Նահանգների ասում է, որ նրանք չէին կարծում, չէին պատկերացնում, որ ի վերջո կհամբյուրեն իմ հետույքը։ Ու այդ Սաուդյան Արաբիայի նկատմամբ, որը իրոք այսօր միանշանակ աջակցում է ամերիկացիներին։ Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան բազաներից ռմբակոծում են Իրանը։ Սաուդյան Արաբիան եւ Էմիրատները այդ երկու երկրները, որոնք իրոք նաև Իսրայելի հետ ստորագրեցին լրջագույն փաստաթղթեր, նաև աջակցում են Միացյալ Նահանգներին, բաց այս
օպերացիա անցկացմանը Իրանի դեմ ու չնայած դրա Սաուդյան Արաբիայի ղեկավարների թագավորի ու թագաժառանգի նկատմամբ վերջի խոսքերով արտահայտվեց Դոնալդ Թրամփը։ Անհասկանալի է ինչու՞մ է խնդրեմը։ Սաուդյան Արաբիան ուներ լուրջ խնդիրներ Բայդենի ադմինիստրացիայի հետ, քանի որ հիշում եք այնտեղ Սաուդյան Արաբիայի հյուպատոսություններից մեկում ամերիկյան լրագրողներին դաժանաբար սպանեցին, սկանդալ գնաց, քանի որ Սաուդյան Արաբիան հրաժարվեց բացահայտել այդ սպանությունը, ու այնտեղ շատ սրվեցին հարաբերությունները։ Թրամփը եկավ վերադարձրեց ստրատեգիկ համագործակցություն Սաուդյան Արաբիայի հետ, որտեղ իմաստը այս ձևի նսեմացնել։ Դա ինչ է նշանակում, որ բարդ են զարգացումները աշխարհում։ Հիմա անցնենք մեր Հայաստանի ռեալություններին։ Այո, ներսում Հայաստանի լարված է վիճակը, բևեռացումը ահավոր է, մի կողմից Նիկոլ Փաշինյան իր քաղաքապայմանագրով, իր քաղաքական ուժով, մյուս կողմից պրոռուսական մի քանի ուժեր, որոնց թիկունքում կանգնած են կամ նախկին նախագահները, կամ մեծահարուստները, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, ու մենք տեսնում ենք այդ կոշտ բևեռացումը, կոշտ արտահայտություններ, կոշտ պայքար ու միջադեպեր մի քանիսի մասին մենք խոսացել ենք եւ չեմ կրկնի, բայց այդ միջադեպերը ինձ շատ մտահոգում են։ Այնտեղ երևում է ցանկություն բռնություն կատարել, այնտեղ երևում է ցանկություն ատելության խոսք տարածել, ու դա շատ մտահոգում է։ Այս միջազգային անցուդարձի լարվածությունը նաև տեղափոխվում է ներս մեր երկրի, չնայած որ ներսում էլ բևեռացումը մեծ է, ներսում էլ պատրաստ են իրար կոկորտ կարծել, բայց այն ինչ եղավ երեք Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ իրոք շատ մտահոգիչ է։ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց այդ պատարագին ու երբ որ դուրս էր գալիս այդ եկեղեցու ներսից, այնտեղ ներսում լիքն էին մարդիկ, երբ որ դուրս էր գալիս, միջադեպ եղավ, պարզ երևաց, որ մարդկանցից երիտասարդներից մեկը ուզում էր բռնություն կիրառել վարչապետին։ Առաջ գցեց իր ձեռքը ու նույնիսկ գրեթե հասավ Նիկոլ Փաշինյանին։ Անթույլատրելի է դա։ Բռնությունը պետք է հանենք մեր քաղաքականությունից, ներքին քաղաքականությունից։ Բռնությունը պետք է հանել։ Ատելության խոսքը պետք է հրաժարվենք։ Կկորցնենք երկիրը։ Հիմա նայեք, այնտեղ ես տեսա, հետո երբ որ Բաքվում մարդկանց հետ շփվում էր Նիկոլ Փաշինյանը, լիքը մարդիկ մոտիկանում էին, նկարվում էին վարչապետի հետ, բավական լավ մթնոլորտ էր։ Հիմա ինչ որ մեկը դժգոհ է այդ քաղաքականությունից, թող արտահայտի այլ ձևերով, ասենք մի կետ աներ, կամ ինչ որ ուրիշ բան աներ, բայց բռնություն կիրառելը դա լրջագույն հետևանքների կբերի։ Դու պարզ է այդ 2 թե 3 հոգու բերման ենթարկեցին, դու գիտեք, մեր ոստիկանությունը հայտարարություն արեց, որ բերման ենթարկվեցին 3 հոգին, նաև այդ թվում 2 աղբերներ երիտասարդ, բայց նորից կրկնում եմ, պետք է հրաժարվենք այդ բռնության այդ տենդենսներից, հրաժարվենք քաղաքական դաշտում կլինի վերաբերմունքը պաշտոնյաների նկատմամբ, ինչ կանել, եթե առանձին մարդը դժգոհ է։ Հիմա պատկերացնում եք, ասենք իշխանությունը ունի, ասենք 50% աջակցություն կամ 60 կամ 40%, հիմա կա նաև մարդ, որը դժգոհ է, ու ինչ է, դա տալիս է իրավունք բռնությունը կիրառել կամ ատելության խոսք տարածել, այս ձևի խուլիգանական դրսևորումները պետք է խստիվ պատժվեն։ Ես ավելին ձեզ ասեմ, պարզ է, մենք կարող ենք նաև կասկածել, որ դա սադրանք է, դա միտումնավոր ինչ-որ մարդիկ դա անում են, այս տարբերակն էլ ոստիկանությունը պետք է ուսումնասիրի, բայց ես հավատում եմ, որ կան մարդիկ, որ դժգոհ են։ Նրանով ինչ կատարվում է, դժգոհ են կառավարության առանձին քայլերից։ Բայց կան գոհ մարդիկ բավական մեծ թվով, հիմա ինչ անենք, հիմա
բռնություն կիրառելով քանդենք այս երկիրը։ Ուրեմն իրոք պետք է հրաժարվենք մեր քաղաքական դաշտում բանավեճերի ժամանակ ամենադաժան, ամենալարված հրաժարվենք բռնության կոչերից, բռնություն կիրառելու կոչերից, ատելության խոսքից, դժվար է, բայց պարտավոր է անցնել քաղաքակիրթ, քաղաքական պայքարի, ուրիշ տարբերակ մենք ձեզ հետ չունենք։ Ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպումներ։